չկար տարբերակ, որ պահպանվեր, պետությունը պահպաներ շողակաթ հեռուստաընկերության եթերը։ Ես իհարկե չեմ կարող ասել, թե դուք ինչ նկատի ունեք նման հարցադրում բարձրացնելով, որովհետև երբ նախագիծը քննարկվում էր ազգային ժողովում, ես հստակ ասել եմ, թե մեր գերատեսչության եւ թե կառավարության մոտեցումը, որ շողակաթը պետք է շարունակի հեռարձակվել, մասնակցելով նոր մրցույթի հանրային մուլտիպլեքսում հեռարձակվելու, ինչպես նաև ցանցային օպերատորներով հեռարձակվի, այսինքն նախագծի հեղինակների հետ մեր քննարկումները մեզ մոտ նաև հստակ այդ տպավորությունն են թողել, որ ոչ թե քննարկվում է հեռուստաալիքի հեռարձակման չհեռարձակման, այլ ավելի շատ հեղինակները բարձրացնում էին պետական ֆինանսավորման հարցը։ Այսինքն պետք է սլոթը կրկին մրցույթի դրվի եւ մենք նաև այդ համոզմունքը ունենք, որ շողակաթը մասնակցելու է մրցույթին եւ զբաղեցնելու այդ սլոթը եւ շարունակելու է հեռարձակվել թե հանրային մուլտիպլեքսի տարածքում եւ թե ցանցային օպերատորներ։ Հատուկ որևէ քայլ չի արվում շողակաթի դեմ։ Ես Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կարող եմ նման հայտարարություն անել, որ շողակաթի հեռարձակման դադարեցման հարց չի եղել եւ ապրիորի եւ իբնը չի կարող լինել մեր կառավարության գործունեության առանցքում որևէ հեռուստաալիքի իր համար հարմար բովանդակությամբ կամ անհարմար անկախ դրա բովանդակությունից հեռուստահաղորդումների կոնտենտից կառավարությունը բարձր է գնահատում խոսքի ազատություն եւ դրա ցցուն ապացույցն այն է, որ թե հանրային մուլտիպլեքսում ՑՊԱՀ-ս գործում են այնպիսի հեռուստաալիքներ, որոնք համաձայն եք անհամեմատ ավելի ծանր եւ անհամեմատ ավելի սաստիկ քննադատություններով են հանդես գալիս կառավարության իշխող ուժի գործունեության հասցեին, ինչպես նաեւ ցանցային օպերատորներով եւս շարունակում են տասնյակ հեռուստաալիքներ լինել, որոնց բովանդակությունը կարող է բավականաչափ այսպես ոչ այնքան հաճելի լինել, հնչել կառավարության համար, սակայն չի եղել եւ ես կարող եմ անել այդ պնդումը, որ չի էլ լինելու ապագայում որևէ քննարկում օրակարգային հարց այս կամ այն հեռուստաալիքից ազատվելու։ Այսինքն մեր մոտեցումը, երբ նախագիծը շրջանառվել է եւ քննարկումները նաեւ կառավարության ներսում եղել են ըստ էության ֆինանսավորման մոդելին վերաբերող եւ ոչ թե որևէ հեռուստաալիք փակել կամ չփակելու։ Ես ԱԺ-ամբիոնից մեկ անգամ հայտարարել եմ, այս բանից օգտվելով արդից եւս մեկ անգամ ուզում եմ վերահաստատել, որ այն արժեք համակարգը, որին մենք հետևում ենք եւ կրում ենք, եւ այն սկզբունքները, որոնց մենք կարճած ենք, բնականաբար անգամ հնարավորություն չի տալիս դիտարկելու, որ մեր կառավարման օրոք որևէ անգամ ընդդիմադիր ամենասաստիկ բովանդակությամբ հեռուստա բովանդակությամբ հեռուստաալիքի փակելու հարց քննարկվի։